Մենք սկսեցինք մեր ոսկի սերմեր ծրագիրը, հիշում եք ինչից ելնելով, ես ձեզ պատմել եմ, չէ՞։ Ոչ թե եզդիների հետ այս ծրագիրը, այլ մեծ ծրագիրը։ Հիշում եք ոսկի սերմերը։ Ես ասեցի, որ 44 օրյա պատերազմից հետո, երբ մենք այդպիսի ծանր կորուստներ ունեցանք, մենք մտածում էինք ինչպես հիշենք այդ պայծառ երիտասարդներին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր այսօրվա հարաբերական անգամ խաղաղության։ Եվ մտածեցինք այնպիսի մի ծրագիր անել, որ նրանց անունները հիշվեն եւ կապվեն անպայման կրթության հետ, անպայման, որտեղ նրանք բոլորը ում անունով որ մենք կրթամրցանակներ ունենք, շատ պայծառ երիտասարդներ են եղել եւ նաեւ հրաշալի սովորել են։ Եվ այսպես ծնվեց, որովհետեւ մեր կայքը, ես մեր կայքի հասցեներ կներեմ, կարող եք նշել նայել Հայ Սանտայիում, ծրագրավորել մի երիտասարդ, որ զոհվեց իր զինվորի կյանքը փրկելով։ Ինքը իր վրա վերցրեց գրակը եւ զինվորը ողջա մինչ այսօր եւ հաճախ իրանց տուն գնում է, այցելում է իր շիրմին։ Ոնց երախտագիտությունը արտահայտես։ Մենք մտածեցինք, որ դա պիտի արվի այնպես, ինչպես իրանք կուզեին, որտեղ դրանք բոլորը կրթության տղաներ էին եւ հարուն ապագա ունենային։